Ինչպես գիտեք, մենք կառավարությանը դիմում ենք տվել կապված նախաձեռնության բողոքի հետ կապված եւ պահանջում ենք դադարեցնեին տեսանկարող սարքերով կատարված խախտումները գրանցելը, իրավախախտումները գրանցելը եւ պահանջում ենք համաներում նախկինում եղած ուժերի նկատմամբ ստացել ենք պատասխանը մոտավոր այսպիսի բովանդակությամբ, որ կառավարությունը աշխատանքային խումբ է ստեղծել որոշումով, որտեղ ներգրաված են եղել հասարակական կազմակերպության ներկայացուցիչներ, որոնց մասին մենք բնականաբար ոչ ոք տեղյակ չի, ովքեր են դրանք այդ հասարակական կազմակերպությունները ում շահերն են պաշտպանում, եւ որոշակի զիջումներ են կատարվել, նվազեցվել է տուգանքների չափերը, եւ նպատակահարմար չի գտնում կառավարությունը այս պահին դադարեցնել տեսանկարող սարքերով գրանցվող իրավախախտումները եւ նպատակահարմար չի գտնում նույնպես համաներում տարածել տուգանքները չվճարած այն վարորդներին, որոնք ունեն արդեն տուժեր։ Մարդիկ բողոքում են դրա համար, միլիոնավոր պարտքեր ունեն։ Սխալ օրենքի հետևանքով մարդիկ ունեն միլիոնավոր դրամների պարտքեր։ Ես ներկայացնեմ նաեւ մեր առաջիկա խնդիրները, մենք պահանջը առաջի տեղը դնելով համաներման խնդիրը, որը շատ կարևոր է մեր ազգաբնակչության այսօրվա սոցիալական ծանր բեռից ազատվելու համար։ Կայացավ թվով արդեն 5-րդ երթը, որը իրազեկման նպատակ ունի, ինքներ տեսնում եք, ասենք լրագրողները, որ եթե ոստիկանությունը չի խոչընդոտում, շատ նորմալ է ընթանում մեր երթերը, կավելացնեի, որ կարմիր գծերի առումով փողոցները գծված են շատ երկու շարքի, ասենք երկու շարք փողոցը գծել են, դարձրել են մի շարք, որը նույնպես չի նպաստում, ասենք էլի խախտում է, ուզած խախտում ես երթևեկությունը, որպեսզի կարողանաս այդ կարմիր գծերը շրջանցես։ Մեր հիմնական խնդիրը, գերխնդիրը, ասենք ամիսյանն է, որ ժողովրդի բեռը թեթևացնի։ 6-րդ հերթական երթը նախաձեռնության խումբը որոշել է անցկացնել ամսի 17-ին ժամը 12:30 Վազգեն Սարգսյանի անվանությունից, հարակից տարածքից, սա նույնպես լինելու է իրազեկման երթ, մեր կարգախոսը այս երթի լինելու է չենք վճարում տուգանքները կարգախոսն է լինելու, կանոնակարգված չի մեր երթևեկությունը ընդհանրապես քաղաքում, ճանապարհային նշաններն են բացակայում, չկան գծանշումները նորմալ եւ այլն, ըստ այդմ բավականին շատ տուգանքներ եկել են նաև այդ կանոնակարգի ոչ ճիշտ լինելու պատճառով։ Ու մենք առաջարկում ենք, որպեսզի այս մթնոլորտը խաղաղվի, եկեք համաներում հայտարարեք, ու սկսենք նոր էջից, նոր սպիտակ էջից։